ցանկացած բառ։ Եվ այդ լռության մեջ մենք հիշում ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պահեցին մեր կյանքը։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մերօրյա հերոսների վաղ հիշատակը։ Իմ օրհնությունը ձեզ։
չեք զինվորի զենքի մեջ չէ, ներ խղճի հավատարության մեջ է։ Լսեք ձերեն ամենաթարների ծառայկային պես, որ ձեծնում հպարտանան ձեզան, ծառայք պատվով անում ձերանգի։ Հայոց ծանակին ծայրերը ռոշմապրած էի կոչում։ Ծայրեր հայոց բանակում նշանակում է կաղնել լեռների պես ամուր և հողի պես համբերատար։ Աստեղ պահանդարում է զինվոր ի զինվոր ազգեր են ասում։
Եկեք մի փոքր տաքանանք։ Ովքեր իրենց կյանքի գնով պահեցին մեր հայրենիքը, ովքեր մեզ սովորեցին ինչ է հայրենիքը, ինչն է հավատն ու ինչ է հաջությունը։ Սպասեք, այս ինչ եմ տեսնում։ Հերոսներն ապրում են, քանի դեռ մենք հիշում ենք նրանց։
Տղաներ, հերոս լինելը միայն զենքով չէ, հերոս է նա, ով պահում է իր հայրենիքը, պահում է իր ընկերոջն ու խաղաղությունը։ Այս ինչ է փորագրված։ Դարը որ հայկա ու հայենքը պաշտպան է, իրավունքն ու պարտականությունն է բոլորի, մույրների խոսքերը։ Ամեն ողողը պատուսանեց կոնետերի պիտի ճապրյալ վասներ խարիսալի խորքներ է։ Շվերած աշխարում գրետ է ծեղ, որ մեր բասկի ուժը ճզգա, սա է միշտերի խոսքը, վերջին խոսքերն են։ Դիպքը պահված է, հերոսներ հիշված են, ծառայությունը պատվով կատարված։
Հաստատ պիտի գաս։ Թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ, կգաս։ Ուզում եմ, որ գաս քո համազգեստով։ Ուզում եմ, որ գաս պատկով, հարգանքով։ Ուզում եմ, որ գաս շքանշանով։ Ուզում եմ, որ գաս սպատ հայացքով։ Ուզում եմ, երբ դաս քո գիրկը վազեմ, զինվոր եղբայրս տուն եկավ ասեմ։ Խաշար ձեր նամակ ունես։ Բարև որդիս, ինչպես ես, աչքերդ այսօր ժպտում են, թե լուռ են, արև է այդտեղ, թե արդեն սովորել ես քանում, ուշտ ես, քնել ես գոնե մի փոքր, ասա, տղաս, հոգնած չես, այս հարցերը ես քեզ չեմ տալիս միանգամայն, ես դրանք տալիս եմ ամեն օր սրտիս մեջ, ամեն առավոտ ակնարում եմ այդ հարցերով և ամեն գիշեր քնում եմ անհանգստությամբ, ես ամեն օր աղոթում եմ քեզ համար, հիշիր, իմ աղոթքներում դու միշտ վերադարձող ես, միշտ ողջ, միշտ ժպիտով, սպասում եմ քեզ ամեն օր, ամեն վայրկյան, և վերադառնաս ես քեզ նույն սիրով կդրկեմ, բայց արդեն որպես տղամարդ, ով պահեց իր հողը, իր կինը, իր մայրիկի սիրտը։ Ման ջան, լավ եմ, շատ ուրախ եմ, քո ասած տաքուկ եմ, օգնած չեմ, քո աղոթքներն ինձ հետ են, ինձ պաշտպան են, իհարկե գալու եմ, ման ջան, սպասիր։ Որպես զինվորի մայր, ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն։ Շնորհակալություն, որ ապրեցրել եք, դաստիարակել եք ու զինվոր եք մեծացրել։ Ու այդ զինվորն այսօր սահմանին կանգնած հսկում է մեր հայրենի հողն ու մեր խաղաղ գիշերը։ Շնորհակալ եք։
այստեղ կանգնած են ապագա զինվորներ։ Ուզում եմ, որ նրանք մեծանան մեծ պատասխանատվությամբ և հայրենիքի հանդեպ լցված լի սիրով։ Եվ նույն պատասխանատվությամբ ու սիրով ծառայեն հայոց բանակում և վերադառնան տուն։ Ասեի այլ կերպ չի տարակնել, երկողար, բոլորը թուզված եք, բոլորը չոյված և ունեց լաց եք լինում։ Չնայած, երբեմն զինվորի վերադարձել են լաց լինում, դա ուրախություն է, այո ուրախություն, որ այսպիսի սերունդ ունենք, որ հպարտ, հավատարիմ, ծառայում են իրենց հայրենիքին, իրենց պարտքը կատարում։ Բայց սա ձեզ համար մի փոքրիկ միջոցառում էր, իսկ մեր երեխաների համար հայրենասիրական մեծ դաս էր։ Դաս, որը ընդամենը այս 30 րոպեն չէր։ Դասը տևել է շատ ավելի շատ։ Գրեթե ամբողջ հունվար ամիսը։ Ամեն օրվա փորձ այդ երեխաների համար մի նոր դաս էր։ Ամեն մի աքսեսուար, ամեն մի դահլիճը ձևավորումից երեխաները մեծ դաս էին խաղում և ամեն մի խոսքից։ Դուք տեսաք բոլորդ էլ, խոսքերը հենց այնպես չէին արտասանում։ Կարծես թե իրականում մեծացած ու զինվոր դարձած լինեին։ Ես կասեի այս հայրենասիրության դասը ընկերկողար բոլորը գերազանցորեն ծերտել են և ստացան գերազանց գնահատականը։ Ցավոք սրտի երեխաները կմեծանան, տարբեր տեղեր մասնագիտություն ձեռք բերելիս տարբեր քննություններ կհանձնեն, ափսոս չկա մի ինստիտուտ, որտեղ երեխաները այս հայրենասիրական քննությունը հանձնեին, հաստատ բոլորը գերազանց կստանային։ Ապրեք, ոչինչ, իրենք այդ գերազանցությունը ցույց կտան սահմանին, մեծանալով, բայց համոզված ենք, որ բոլորդ էլ գիտեք, որ զինվորը չի միայն հայրենիքի պաշտպանը և եթե զինվորի թիկունքը ամուր չլինի, զինվորը չի կարող ավելի մեծ վճռականությամբ ծառայել, իսկ զինվորի թիկունքը ովքեր են, մենք ենք, մենք բոլորս պիտի ծառայենք մեր հայրենիքին։ Կուզեի, որ հրամանատար ջան ձեր զեկույցում ավելացնեիք վերջում, որ Երևանի համար 48 մանկապարտեզի ողջ անձնակազմը ողջ սաները պատրաստ են ծառայելու և ծառայում են հայոց աշխարհին, Հայաստանի Հանրապետությանը։ Պիտի ծառայենք այնպես, որ մեր զինվորը էլ ավելի հպարտորեն մեկնի սահման և սահմանից պաշտպանի հայրենիքը։ Շնորհակալ ենք բոլորին, ապրեք մեր ապագա զինվորները։ Ծառայեք խաղաղ պայմաններում, խաղաղություն հայոց աշխարհին, փառք զինվորներին, փառք նահատակներին։